Այսօր, բացի մայրաթոռի վրա գրոհից, իրար հետևից 3 լուր հրապարակվեց, որոնք կապված են այդ բոլորը իրար հետ և շատ տխուր տեսարան են ստեղծում։ 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում, պահանջում հայտնաբերել, վերադարձնել իրենց հարազատին։ Նրանց մեծ մասը այն համոզմանն է, որ իրենց զավակը գերի է ադրբեջանական բանտում։ Հայաստանի իշխանությունը մատը մատին չի տալիս վերադարձնելու համար։ Մյուս լուրը այն էր, որ Բաքվում դատավարության ժամանակ ադրբեջանցի դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել է ցմահ ազատազրկում, նույնը սպառնում է և բոլոր գերիներին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ու այս ամենի ֆոնին երրորդ լուրը ուղղակի մղձավանջ էր։ ՔՊ-ն ոգևորված հայտարարում է ժողովրդին շնորհավորում, որ ադրբեջանական բենզին է գալիս Հայաստան։ Նոյեմբերի 28-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի փոխվարչապետը ու ոչ թե բանակցել է, որ գերիներին օր առաջ, ժամ առաջ բաց թողնեն, այլ որ պոեզով բենզին գա։ Մեր գերիներին ցմահ ազատազրկում է սպառնում, Նիկոլը թուրքերի հետ առևտրի մեջ է։ Արցախից առևտուրը պրծել է, անցել է Հայաստանին։